Մենք հասկանում ենք, որ այն ինչ որ Աստված տվել է մեզի այս սեղանի ծառայությունը, սա ապացույց է իր անսահման սիրո։ Հասկանալի է, որ մենք բոլորս տարիների ընթացքում, քանի դեռ չէինք հասկանում ոչ մի բան, ապրում ենք մեր ուզած կյանքով, բայց երբ որ Աստված բաց արեց իրեն մեզ, մենք հասկացանք Աստծո անսահման սիրո մասին։ Ու այս սեղանը եւս մի անգամ մեզ բոլորիս համար ապացույց է, որ մենք ունենք սիրող Աստված, որն որ անսահման է իր սիրո մեջ։ Ուզում եմ միտեղ կարդալ ձեզ համար, որպեսզի հետո հետագայում որոշ գաղափարներով մի քիչ խորանանք այս մտքի մեջը։ Հռոմեացոց 8 համարում Պողոս Արաքյալը գրելով այս համարները մեզ ցույց է տալի Աստծո անսահման սիրո մասին։ Ուրեմն Հռոմեացոց 5-րդ գլուխ 6-8 համարը, Римлянам 5 глава 6 по 8 стихи։ Որովհետև երբ որ մենք դեռ տկար ենք, Քրիստոսը մեզ համար իր ժամանակներում ամբարիշտների տեղը մեռավ, վասնզի հազիվ թե մի արդարի համար մեկը մեռնի, բայց մի բարի մարդի համար իցե թե մեկը համարձակի մեռնել։ Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Երբ որ մեզ համար ասում ենք, մենք այստեղ Պողոս Արաքյալի միջոցով հասկանում ենք, որ ժամանակին ամբարիշտներ եղնելով Աստված չնայեց մեր ամբարիշտությանը, այլ ինքը սիրելով միջև անգամ ամբարիշտներին իր կյանքը տվեց, որպեսզի մենք նրա միջոցով հավիտենական կյանք ունենանք։ Եվ սա մարդ կարող է միայն հասկանալ նա, ով որ ճիշտ հասկացել է փրկության գաղափարը ու ով որ արդեն փրկված վիճակի մեջ է գտնվում։ Մյուսների համար շատ դժվար է հասկանալ, բայց մենք Եվս մի հասկանալու կարիք ունենք, որովհետև գիտեք, երբ որ նայում ես Աստծո այսքան անսահման սիրո մասին, լսում ես, հասկանում ես, որ Աստված իրականում մեծ սեր ունի դեպի մարդկությունը, մենք քիչ առաջ էլ եղբայրը մեզ հիշեցրեց, այսօր ինչեր է կատարում աշխարհի երեսին, մենք տեսնում ենք ինչ է կատարում այսօր աշխարհում, ինչպիսի դժվարություններ ու նեղություններով են անցնում ոչ թե բոլոր մարդիկ, այլ նաև հավատացյալները։ Ինչպիսի նեղություններ կա այս կյանքի մեջ ու գիտեք ճիշտ այնպես ինչպես որ պետք է։ Կամ քո Աստված այնպիսի Աստված չի, որ դու ոնց որ պատկերացնում ես։ Որովհետև գիտեք, երբ որ ամեն ինչ լավ է ու ամեն ինչ տեղը տեղին է, շատ հեշտ է փառավորել ամենակարող Աստծուն։ Իսկ երբ որ մարդու կյանքի մեջ նեղություններ է գալի, կապ չունի թե տարիքը ինչքան է, դու ինչ սոցիալական վիճակի մեջ ես գտնում, նեղությունը հասնում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երիտասարդներին, ու մենք շատ անգամ երբ որ նեղություն չունենք, երբ որ նայում ենք այս կյանքին մեր ուրախ աչքերով, որ մենք ինչ լավ անցնում ենք տարիները, ոչ մի խնդիր, ոչ մի դժվարություններ, ապրում ենք, ուրախանում ենք եւ վայելում ենք այս կյանքը, հենց գալիս է նեղությունը, այստեղ է հարցեր առաջանում։ Սիրող Աստված, որն որ իր կյանքը չխնայեց մեր բոլորիս համար մեռնելով, այդ սիրող Աստված, որն որ ամենակարող է, գիտեք, մի անգամ երբ որ մենք նայում ենք մեր կյանքին, նայում ենք մեր ովքեր որ երեխաներ ունեն, առանձնապես եթե թոռներ էլ ունես, երբ որ տեսնում ես քո երեխաների դժվարությունները, թոռների դժվարությունները, ամեն ինչ ուզում ես անել, որպեսզի նրանց դժվարություններից դուրս բերես։ Մենք ամենակարող չենք, մենք շատ անգամ չենք կարող շատ բան անել։ Այստեղ մարդիկ կան, որոնք կորցրեցին իրենց երեխեքին, ես համոզված եմ, որ ամեն ինչ կանեին, որպեսզի այդ երեխաները, որոնք որ այսօր չկան, լինեին ու շարունակեին ապրել։ Հիվանդություններ, նեղություններ, երբ որ տեսնում ենք մեր երեխաների, ցավում ենք ու ասում ենք, երանի թե ես հնարավորություն ունենայի կարողանայի այդ բանը անեի, որ իմ երեխայից ազատեի այդ բաներից։ Աստված ամենակարող է։ Եվ շատ անգամ երբ որ մենք նայում ենք Աստծուն, աղոթքներ ենք անում, մեր աղոթքների պատասխանը չենք ստանում կամ ժամանակին, մեր ուզած ժամանակին չենք ստանում, հարցեր է առաջանում։ Ով ամենակարող Աստված, դու խոմ սիրում ես ինձ։ Դու խոմ ինձ համար կյանք տվեցիր։ Ինչի ես թույլ տալի, որ իմ կյանքի մեջ լինի նեղություններ, դժվարություններ։ Ինչպես ես եմ մտածում, դու էլ չես մտածում, որ եթե ես իմ երեխայի
կամ իմ թորան, կամ իմ կնոջ, կամ իմ ամուսնու մարդու կյանքի մեջ ինչ որ դժվարություն, ծնողիս կյանքի մեջ դժվարություն տեսնեի, ամեն ինչ կանեի, ոչ մի միջոցներ չէի խնայի, որպեսզի նրան այդ վիճակից դուրս բերեմ։ Դու ունես այդ հնարավորությունը, ինչի ես թույլ տալի այդ բանը։ Նորից եմ ասում, սատանան ամեն ինչ անում է, որ մեզ հուսախաբության մեջ գցի։ Սատանան ամեն ինչ անում է, որ մենք ընկնենք այնպիսի վիճակի մեջ, որ կասկածենք Աստծո սիրով։ Եվ դրա համար միջոցներ չի խնայում։ Դրա համար նա հատուկ մարդիկ է ստեղծել, որոնք որ ամեն անգամ հիշեցնում են, որ եթե մարդու կյանքի մեջ դժվարություններ կա, ուրեմն ինքը ճիշտ հավատքի մեջ չի։ Ու շատ մարդիկ ընկնում են այդ կարթի մեջ, գիտեք։ Շատ մարդիկ սկսում են մտածել, բալա բա ոնց հավատամ, բա ինչ անեմ, որպեսզի այն Աստված, որն որ այդքան սիրող Աստված է, ուշադրություն դարձնի իմ վրա։ Գիտեք, շատ անգամ մարդիկ ոչ թե Աստծո խոսքն են ուշադրություն դարձնում, նայում են Աստծո խոսքի վրա, ավելի շատ մարդկանց են լսում։ Մարդիկ, որոնք որ սատանայի հետևորդ լինելով մարդկանց խաբում են։ Ուզում եմ միտեղ կարդալ ձեզ համար, որովհետև մենք քիչ առաջ Եսայա մարգարեության 45-րդ գլխի մեջ լսեցինք, թե Աստված ինչպես է թույլ տալի եւ ցույց է տալի, որ ամեն հարցերի մեջ ինքը միշտ ներկա է։ Մեր կյանքի մեջ Աստծո բացակայությունը գոյություն չունի։ Ինքն է թույլ տալի դժվարություններ, նեղություններ ու միջև անգամ չարիք են։ Գիտեք, զարմանալի է, չէ՞։ Բարի սիրող Աստված ինչպես կարող է չարիք թույլ տա, բայց մենք պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը, ինչ որ կատարում է մեր կյանքի մեջ, իզուր չի եղնում այդ բանը ու առանց Աստծո գիտության ոչինչ չի եղնում։ Աստված գիտե, ամեն ինչ անում է ու նրա գլխավոր նպատակը ոչ թե մեզ ֆիզիկական մարմիններն են, որի համար մենք շատ հոգս ենք տանում ու շատ անգամ այնքան ենք հոգս տանում, որ մոռանում ենք հոգու մասին։ Ինքը հասկանում է, գիտե ու մեզ էլ միշտ հիշեցնում է, որ բոլոր ամեն ինչ, ինչ որ մեր կյանքի մեջ կատարում է, գլխավոր նպատակ ունի, որպեսզի մենք մեր հոգիները չկորցնենք, որ մեր հոգիները չգնա դժոխք, այլ որ հավիտենական կյանք ունենան։ Եվ սրա համար ինքը միջոցներ չի խնայում։ Միջև անգամ ծեծը ու այդ վնասելը մեր կյանքի մեջ, սա էլ ուղղություն է տալի, որպեսզի Աստված մեզ, որոնց սիրում է, որոնց համար իր կյանքը չխնայեց, իր որդու կյանքը չխնայեց, որ մենք չկորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Եբրայեցոց թղթի հեղինակը Էլ եմ ասում, շատ մարդիկ տարբեր ձևի գաղափարներ ունեն։ Մեկը ասում է Պողոս Արաքյանն է, մյուսը ասում է էլի Հորևից է մեկը։ Մենք չենք կոնկրետացնում, մենք ուղղակի ասում ենք, որ Եբրայեցոց թղթի հեղինակը, որն որ հրեաներին ուղղված թուղթ գրեց, բավականին ուժեղ, շատ անգամ անհասկանալի, շատ մարդկանց համար, բայց բավականին հոգևոր գիրք է, որն որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու։ Այդ թղթի մեջը այդ հեղինակը Աստծո հոգով լցված մեզ այսպիսի խոսքեր է ասում։ Եբրայեցոց 12-րդ գլուխ 6-8 համարները։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Евреям 12 глава 6 по 8 стихи։ Որովհետև Տերը ես 5-րդից կարդամ, բայց 6-ը, 7-ը, 8-ը շատ կարևոր է։ Եվ մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ համար ինչպես որդիների հետ խոսում է։ Իմ որդյակ, մի անարգի տիրոջ խրատը եւ ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանության ժամանակը, որովհետեւ Տերը իրեն սիրածին, ուշադիր լսեցեք, խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատին համբերենք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի, որովհետեւ որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի ենք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ որդիկ։ Պարզ հասկանալի բան, որն որ Աստված ի տարբերություն սատանային ամեն ձևով մեզ զգուշացնում է, հիշեցնում է մի շատ կարևոր բան։ Աստված խրատում է մեզի։ Ու նրա գլխավոր նպատակը մեր հոգիների փրկությունն է։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի մեր կյանքի մեջ միջև անգամ ծեծն էլ օգուտ լինի մեր կյանքի մեջ։ Ասում Աստված խրատում է։ Մենք այսօր խոսալու ենք Աստծո խրատի մասին, որպեսզի նորից եւ նորից հասկանանք, որ երբ որ Աստված մեր կյանքի մեջ թույլ է տալի ինչ-որ մի բան, բարի բունի մասով առանց նրա ոչինչ չի եղնում։ Ոչ մի անգամ չմտածենք, որ Աստված կարող է երեսը շուռ տվեց ու այդ ժամանակ սատանան հարձակվեց։ Չէ, Աստված ամեն ինչ թույլ է տալի
Եվ ինքն էլ կոնտրոլի տակ է պայում մեր բոլոր խրատի միջոցները ու միջև անգամ երբ որ սատանան չարախոսում է մեր հասցեին, ինչպես հիշում եք Հոբի հասցեին, ինքը սատանային տալիս է այնպիսի մի վիճակ, որ սատանան չի կարող իր ուզածը անի, այլ անում է այն, ինչ որ Աստված է թույլ տալի։ Հիշում եք, չէ, Հոբին ժամանակ, երբ որ ինքը եկավ ու չարախոսեց Հոբի մասին, Աստված ասեց. ինչ ուզում ես արա, բայց նրա կյանքին ձեռ չտաս։ Սատանան կարող է ասել, ով Աստված, ես չեմ ուզում ոչինչ բան իր ոչ երեխեքին, ոչ կնոջը, ոչ իր ունեցվածքին, ինքն է կարևորը։ Նա է իմ բգից չոքե, կներեք այս խոսքի համար։ Ու նա է ինձ իմ գործին վնաս տալի։ Ես նրա կյանքն եմ ուզում, չէ, Աստված ասել, կյանքը ձեռ չտաս։ Ինչ ուզում ես արա։ Ու մենք այսօր գիտենք, որ հայտնության գրքի մեջ այսպիսի խոսքեր կա, այստեղ գրված չի, բայց սատանան օրը գուշեն մեր եղբայրների, քույրերի չարախոսում է Աստծո առաջ։ Մենք գիտենք, որ այդ բանը կատարվում է, Աստված է թույլ է տալի, նայեք Առակաց գրքի մեջը մի հետաքրքիր գաղափար կա 3-րդ գլխի 12 համարը։ Սողոմոնն է ասում. Գլավա 12-ը, որովհետև Տերը, որին որ սիրում է, հանդիմանում է։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ պատժելու հարց կա եւ ինչպես մեկ հայր, որ իր որդին սիրում է։ Գիտեք, ինչքան էլ ուզում եմ մեզ համար դժվար եղնի, ինչքան էլ ուզում եմ մեզ համար անհասկանալի եղնի, նորից եմ ասում, երբ որ մեր կյանքի մեջ ամեն ինչ լավ է, մենք նայում ենք ուրիշների նեղություններին ու կարող է պատահի այդքան շատ ցավ չզգանք։ Ինչպես որ երբ որ այդ նեղությունները մեզ է գալի, երբ որ այդ ցավը մեզ է կպչում, մենք կարող ենք շատ հեշտ ու հանգիստ ուրիշների համար աղոտ կանել ու գնալ մխիթարել այդ մարդկանց, ովը նեղության մեջ է գտնում, բայց երբ որ ինքներս ենք ընկնում այդ դժվարության մեջ, շատ անգամ տրտունջն ու բողոքը մեր կյանքի մեջ լինում է, ով Աստված ինչու։ Գիտենալով թե ինչի է Աստված մեր կյանքի մեջ թույլ տալի այդ բանը, սիրող Աստված, շատի լսեցեք, սիրող Աստված, ինչի է թույլ տալի, որ մենք խրատվենք ու հասկանանք ճշմարտությունը, միևնույն է, մեր մեջ հարցեր է։ Ու այսպիսի գաղափարներ, ինչպիսին որ մենք այսօր կարդում ենք ու միջև էլ կարդացինք 45-րդ գլուխը Եսայա, մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք կարողանանք ավելի ուշադրություն դարձնենք։ Հիշենք, որ Աստված իրականում մեզ սիրում է, դրա եմ էլ խրատում է։ Աստված մեզ որպես որդիներ է ընդունում ու դրա էլ խրատում է։ Նայեք Սաղմոս 94:12, հայերենում, ռուսերենում 93:12, նայեք ինչ է ասում։ Երանի այն մարդին, որ դու խրատում ես։ Խրատում ես նրան, ով Տեր, եւ քո օրենքները սովորեցնում ես նրան, որ հանգստացնես նրան չարության օրերին, որ հոր փորես ամբարիշների համար։ Երանի են մարդուն ումին որ խրատում ես։ Գիտեք, այսօր շատ մարդիկ են ապրում, մենք մի քիչ դժվարանում ենք հասկանալու, որոնք որ ապրում են մեղքի մեջ, շատ կեղտոտ կյանքով են ապրում, բայց Աստված նրանց ձեռ չի տալի։ Իրանք կարողանում են իրանց առած գործողությունները մարսել ու ոչի բան, հիշում եք, չի Ասապը ասում է, նայեցի ու նախանձեցի, որ նրանք ապրում են չարության մեջ, բայց միևնույն ժամանակ իրենց կյանքը շատ հարթ ու լավ է գնում։ Այստեղ Սաղմոս 2-ն մեզ հնարավորություն է տալի հասկանալու, որ մենք երանելի ենք իմ սիրելիներ, որովհետև Աստված մեզ իրեն որդի է ընդունում, դրա համար էլ խրատում է, այն նրանց չէ, նրանց համար հոր է պատրաստել, որ նրանք այդ հորի մեջ ընկնեն, իսկ մեզ հնարավորություն է տալի, որ իր օրենքի միջոցով մենք խրատվենք։ Սաղմոս 119, ամենամեծ Սաղմոսը 75, այսպես է ասում Սաղմոս 2-ն, Պսալոմ 118 стих. Գիտեմ Տեր, որ քո դատաստանները արդարությունով են եւ իրավունքով խոնարհեցրեցիր ինձ։ Եթե ռուսերեն կարդակ գրված է նակազած, դու պատժեցիր, նոր թարգմանությունում էս տենց է գրված պատժեցիր։ Որ մենք հասկանանք, որ այդ պատիժները ոչ թե ող հանել է Աստծո կողմից, այլ խրատ է, որի միջոցով մենք կարող ենք հասկանալ իրականությունը, ճշմարտությունը, որի միջոցով մենք չշեղվենք ճշմարտությունից, այլ կարողանանք ճիշտ ընթացք ունենալ։ Այո, շատ անգամ մենք մտածում ենք Աստված մի անգամ այնքան խիստ է վարում մեր հանդեպ,
որ այդ ցավը շատ ուժեղ հետքեր է տոնում մեր կյանքի մեջ, աղոթքներ, խնդրանքներ, պատասխան չկա։ Ու շատ անգամ մարդը ասում է, երևի ես կամ ինչ-որ մի հատ վատ վիճակի մեջ եմ գտնում, որ Աստված չի ուզում լսել ինձ, կամ թե չէ, վերջի վերջո իմ կյանքի մեջ Աստված ընդհանրապես չի ուզում ինձ այդ ոչ մի գործ ունենալ, դրա համար էլ ինձ ինքնահոս Սամատյոկի մեջ է գցում, ու ես գնում եմ այսպես տանջանքով, չարչարանքով, մինչև երբ։ Գիտեք, Աստված իր նպատակ ունի, ծրագրեր ունի ամեն մեկիս համար, ու ամեն մեկիս իր ծրագրերը ունի։ Ամեն մեկին մի տեսակի չի վարվում։ Մեկին մի քիչ խիստ, մեկին մի քիչ փափուկ, բայց Աստված գլխավոր նպատակ ունի, որպեսզի մենք կարողանանք կորուստի չգնալ, այլ հավիտենական ուրախություն ունենալ։ Տեսեք, այդ նույն Եբրայեցուց թղթի հեղինակը ներկայացնելով այսօրվա մեր վիճակը, մենք ունեցել ենք ծնողներ, ովքեր հիմի ունեն, գիտեք, որ ծնողները շատ անգամ չնայած որ իրանք շատ մեծ հաճույք չեն զգում այդ խրատների մեջ, երբ որ նրանք ծեծում են իրանց որդիներին, իրանց երեխեքին, բայց միևնույն է, մեր ծնողները մեր կյանքի մեջ շատ անգամ եղել է, որպեսզի մեզ պատժել են, ու նայեք ինչ է ասում Եբրայեցուց թղթի հեղինակը, էլի 12-րդ գլխի 9-րդ համարից սկսած։ Շատիր, խնդրում եմ ուշադիր լսեցեք, Եվրայում 12 глава 9 стиха։ Նաև մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով, նրանցից ամաչում ենք, չէ որ առավել եւս պիտի հնազանդվենք հոգիների հորը եւ ապրենք, որովհետեւ սրանք մի քիչ ժամանակ իրենց հաճո երևեցած պես խրատում էին։ Սրանք այսինքն մեր ծնողները, բայց նա օգտի համար, որ նրա սրբությունը ընդունենք։ Ուշադիր լսեցեք 11 համարը։ Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակ ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Գիտեք, ես իմ մանկությունը անցկացրել եմ շատ դժվար ժամանակ, մենք ամբողջ մեր թաղամասում բավականին նեղության մեջ գտնվող մարդիկ ենք, ամենաչքավոր մարդիկ, ասենք ասենք, պլյուս դրան իմ հայրս խիստ էր ու կարծես թե այդ երկու բաները համ չունեցող որ նայում է մարդիկ մեքենաներ ունեին, մարդիկ լավ կյանք ունեին, ուտել, խմելը ամեն ինչը տեղն էր, մեր մեջ այդպիսի մեր ընտանիքի մեջ այդպիսի բան չկար, պլյուս այդ խստությունը։ Բայց այսօր ես շնորհակալ եմ Աստվածանից, որ այդպիսի ծնողներ են տվեց Աստված ինձի, որ ես նայում եմ իմ հասակակից մարդիկ, այն թաղամասում, որտեղ որ ես ապրում եմ, ինչքան մարդիկ այսօր չկան, մահացել են։ Իհարկե դուք կարող եք ասել, դու արդեն եկավ բիձա մարդ ես, 64 տարեկան մարդ ես, հետո ինչա, այսօր ավելի երիտասարդներն են մահանում, բայց ես կարող եմ ասեմ, որ ոչ թե նրանք հիմի, այլ շատ ավելի շուտ, ու ամեն մեկը ինչ-որ մի պատճառով, մեկը խմիչքից, մեկը թմրադեղից, նարկոտիկներից, սարսափելի մահեր, մեկը աղբյաշիկի մոտ ընկած մահացավ, մյուսը տան մեջ մի քանի օր մահացել էր, որովհետև պիրիդազիրոկա էր արել, ու մենք ես տեսնում եմ, որ այդ ամեն խրատները ինձ օգնեց, որ այդ թաղամասի մեջ, որտեղ որ շատ վատ համբավ ուներ այդ թաղամասը, մենք կարողացանք ոչ թմրամոլ եղնել, ոչ հարբեցող եղնել, ոչ գող, ոչ որևէ ուրիշ բան։ Ու դա մեր ծնողների դաստիարակության միջոցն է։ Տեսեք, Եբրայեցուց թղթի հեղինակը ասում է, նրանք երբ որ դաստիարակում են, իմ ծնողները անհավատ էին։ Նրանք դաստիարակում են, որպեսզի մենք մեծանայինք մեր կյանքի, ֆիզիկական կյանքի համար են դաստիարակում, որ մենք մեծանայինք, նորմալ մարդ լինեինք։ Իսկ Աստծո դաստիարակությունը ավելի հեռու է գնում, իմ սիրելիներ։ Նա հավիտենականության համար է դաստիարակում մեզ։ Որտեղ ժամանակավոր կյանքը լավ կերնի, թե վատ կերնի, բարոյական ճիշտ կյանքով կապես, թե չես ապրի, վերջի վերջով պետք է մեռնես։ Ու մեռնելուց հետո, ինչքան էլ ուզում ես դու ճիշտ բարոյական կյանքով ապրես, միևնույն օրերից մի օր պետք է Աստծո առաջ կանգնես, պատասխան տալու քո ապրած կյանքի համար։ Բայց երբ որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք խրատված ապրում ենք այս կյանքի մեջ, ամեն ինչ անելով, որպեսզի ոչ թե տրտնջանք ու բողոքենք, այլ շնորհակալություն հայտնենք մինչև անգամ ամենադժվար ժամանակների համար, այն ժամանակ մենք կարող ենք հույս ունենալ, որ երբ որ Տիրոջ առաջ կանգնենք, Տիրոջ խրատը մեզ կօգնի, որպեսզի Տիրոջից լսենք այն ուրախությունը, եկ եւ ժառանգիր իմ արքայությունը, որ քեզ համար պատրաստել եմ։ Գիտեք,
ես հիմի այսօր ուզում եմ մի տեղ կարդալ ձեզ համար, այսօրվա մենք այսօր կկարդանք այդ տեղը, որտեղ որ Տիրոջ խրատի մասին է գրված։ Տերը ոչ միայն խրատում է մեզի, այլ հիշեցնում ու զգուշացնում է։ Նորից եմ կրկնում, նա ոչ միայն խրատում է, այլ հիշեցնում ու զգուշացնում է ու մի անգամ էլ սպառնում է, որ այս բանը կեղնի, եթե դու այդ բանը չանես։ Ու ինչքան դժվար է մարդու համար, երբ որ Տիրոջ հիշեցումը ու զգուշացումը անտեսելով, մարդը ընկնում է Տիրոջ սպառնանքի մեջ։ Այո, մի անգամ, երբ որ Տերը տենում է, որ մեր հասցեին հիշեցնելն ու զգուշացնելը մենք անտեսում ենք, ինքը սկսում է իր պատժամիջոցները։ Ու դա բնական է, որովհետև նորից եմ ասում, սիրող Աստված չի ուզում, որպեսզի մենք կորչենք։ Ու դա մենք պետք է հասկանանք։ Առաջի Կորինթացոց 11-րդ գլուխ 30-32 համարները։ Հետաքրքիր է, գիտեք, ես շատ տեղեր եմ ներկա եղել հաղորդության սեղանի ժամանակ, ինչպես մեր երկրում, այնպես էլ ուրիշ երկրների մեջ, եւ այնտեղ ոնց որ մեր մկրտական եկեղեցու մեջ այսպիսի օրենք կա։ Շատ տեղեր կարդում են առաջի Կորինթացոց 11-րդ գլուխ, բայց կարդալով նրանք կարդում են 23-ից մինչև 29 համարը։ Շատ տեղեր այդպես են կարդում ու աչքաթող են անում 30-32 համարները։ Բայց շատ կարևոր գաղափարներ է գրված այնտեղ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն կարդալ, այլ քննողաբար մոտիկանալ մեր կյանքին։ Նայեք ինչ է ասում 11-րդ գլխի, առաջի Կորինթացոց 11-րդ գլխի 30-32 համարները։ Նրա մեջ ձեր միջում շատ հիվանդներ եւ ցավագարներ կան, եւ շատերն են ննջած են։ Որտեղ եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, բայց դատվելով Տրիցը խրատում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Նորից մի անգամ էլ ուզում եմ հիշեցնել մի շատ կարևոր բան։ Երբ որ Աստված տեսնում է մեր կյանքի մեջ նրա խրատի անտեսությունը, այ Աստված խրատում է, մենք փոխանակ քիչ զգուշ եղնենք, խոնարհությամբ մոտիկանանք, աղոթքով մոտիկանանք, Տիրոջը խնդրենք, որպեսզի Տերը բաց անի իր խրատի պատճառը, մենք անտեսում ենք դրան։ Ու մեր անտեսելով մենք ոչ թե ուղղակի անտեսում ենք, այլ սկսում ենք բողոքել ու տրտնջալ, ինչու Տեր։ Եվ Տերը թույլ է տալիս։ Մի անգամ էլ ուզում եմ կարդալ ձեզ համար այս շատ կարևոր բանը, նրա համար էլ ձեր միջում շատ հիվանդներ եւ ցավագարներ կան, եւ շատերն են ննջած։ Դրա համար, հենց դրա համար, որ երբ որ Աստված սկսում է իր խրատամիջոցը, մարդը անտեսում է այդ բանը։ Իմ սիրելիներ, եթե այսօր ես դժվարության մեջ եմ գտնում, հասկանալի է, որ էդի Տերը թույլ է տալի եւ շատ անգամ նորից եմ ասում, դուք գիտեք մեր ընտանիքի հարցը, որ ժամանակին Գայանայի հարցն էր, հիմա ես էլ եմ ավելացել եւ ինչքան ա եղել, գիտեք, որ այսպես լացով ես աղոթք եմ արել ու խնդրել եմ Տեր ինչու։ Կարծես թե իմ կյանքի մեջ ամեն ինչ ձգտում էի, ամեն ինչ լավ եղնել, ծառայությունները, ամեն ինչը Տեր ինչու։ Շատ անգամ չենք հասկանում, շատ անգամ դժվարանում ենք հասկանալ, բայց մի բան կա, որ մենք ամեն անգամ երբ որ տեսնում ենք Աստծո պատժամիջոցը, մենք հասկանում ենք, որ Աստված խրատում է մեզի։ Մի բան եմ ուզում ասել ձեզի, ես մի քանի ժամանակ առաջ 5 շաբթի օրն խոսացի, շատ անգամ մենք այդ նույն ձևով մոտիկանում ենք ուրիշներին։ Եթե Աստված մեզի խրատում է, մենք մեզի գիտենալով հասկանում ենք, որ Աստված երևի ինչ որ մի բան ենք արել, դրա մեջ խրատում է։ Չէ՞ որ մենք մեր կյանքը գիտենք։ Բայց շատ անգամ մենք մտնում ենք ուրիշների կյանքի մեջ եւ կարող ենք այդ մարդուն ասել. երևի Աստված քեզի խրատում է։ Երևի Աստված քեզ պատժում է։ Երևի դու հաղորդության սեղանին ճիշտ չես մասնակցում, դրա համար էլ գրված է ասում։ Դրա համար ձեր միջում շատ հիվանդներ եւ ցավագարներ կան եւ շատերն էլ մեռած են։ Իմ սիրելիներ, պետք չի ուրիշների կյանքում մտնել։ Այս խոսքերը վերաբերում է նրանց, ովքեր որ կարդում են այս խոսքերը։ Ինձ է վերաբերում, երբ որ ես կարդում եմ։ Ես չեմ կարող ձեզ ասել այդ բանը, որովհետեւ ես ձեր կյանքը չգիտեմ։
Ցավոք սրտին շատ մարդիկ կան, որոնք որ մինչև այս նեղությունները գալը իրենց կյանքի մեջ, իրանք կարող են ասել, գիտես, երևի դու ճիշտ չես անում, երևի Աստված քեզի պատժում է։ Մի հատ եղբայր ունենք, իհարկե իմ կյանքի մեջ որ շատ անգամ այս մի քանի տարի առաջ շատ շուշուտ մենք հիվանդ գնում, որովհետև վատ վիճակի մեջ գտնվելով գալիս էր շտապօգնություն տանում էր հիվանդանոց, իմանում էին ժողովուրդը, զանգ էին տալի, մխիթարում էին, խոսում էին։ Մի եղբայր կար շատ խիստ ձևով էր միշտ ինձ հետ խոսում, ասում է ամեն անգամ երբ որ ինձ այսպես բաներ անում, զանգում էր, ասում էր երևի մեղք ունես, գիտես դու։ Հələ մի լավ քննի քեզի, որովհետև եթե մեղք չունենանք, ինչի Աստված թույլ տալի ձեր կյանքի մեջ այսքան դժվարություններ։ Ես ամեն անգամ իրան ասում եմ, շնորհակալ եմ եղբայրը, դու ինձ հիշեցնում ես, բայց ես ինքս լավ գիտեմ, Տերը ինձ տվել այս հնարավորությունը, արի թող դու ուղղակի ինձ համար աղոթք արա, մեզ համար աղոթք արա, ուրիշ ոչինչ բան, բայց էլի մի ամեն անգամ, ամեն ժամանակ երբ որ գալիս էր մոմենտներ ու այդ դժվարությունը գալիս էր, նորից զանգ տալ ու նորից հիշեցնել, մեղք ունես, կարող է պատահի մեղք ունես ու այդ բանը, մինչև այն ժամանակ, երբ որ իր կյանքի մեջ է աննեղություն։ Ու գիտեք, երբ որ այդ ժամանակ մենք իր հետ խոսացինք, ինքը ասում է հիմա ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում այդ բանը։ Բա միջև այդ ուր էր։ Միջև այդ չէր հասկանում, միջև չկպավ քեզի։ Դու ուրիշների վրա կարծիքներ ունեիր, որ դու բաներ, հիմա ինչ ասեմ։ Գիտեք, ինչքան մեծ գայթակղություն էր ինձ համար, սատանան հուշում էր, դե ասա, հիմա դու ասա։ Ասա որ կարող է պատահի դու հաղորդություն, ոնց որ ասում են չարի դեմ չար անելու, չէ։ Փառք Աստծո, ես չլսեցի սատանային։ Մենք շատ անգամ երբ որ նայում ենք մարդկանց նեղությունը, մեր մեջը գալիս է, սատանան չի կարող պատահել չբերի այդ գաղափարը։ Երևի ինչ որ մի բան ունի, որ դրա համար Աստված թույլ է տալի այդ բանը։ Մի մտածեք դրա մասին։ Երբ որ դուք լսում եք ինչ որ մեկի դժվարությունները, երբ որ տեսնում եք ինչ որ մեկի նեղությունները, մեր գլխավոր նպատակը, իմ ու ձեր գլխավոր նպատակը աղոթք անել այդ մարդու համար, թե Աստված ինչի է թույլ տալի, մեղքի պատճառով, թե ինչ որ ուրիշ պատճառով։ Ես չեմ բացառում, որ մարդու կյանքի մեջ հիվանդությունը կամ մահը մեղքի հետևանքը կարող է։ Չեմ ասում որ այդ բանը այդեն չի, բայց միևնույն ժամանակ մենք ինքներս չգիտենալով մարդու կյանքը պետք է ձգտենք ձեռնպահ լինել ամեն տեսակի կասկածանքին։ Երբ որ սատանան գալիս է ու մեզի հուշում է, որ այ երևի սա է, մի տեղի տվեք սատանային, ես էլ ձեզ հետ միասին։ Իսկ երբ որ մեր կյանքի մեջ է լինում, ես խոմ ինձի լավ գիտեմ, թե ինչի է Աստված դժվարություններ ու նեղություններ թույլ տալի, ինչի է Աստված մի անգամ փոխանակ ինձի գուրգուրի, փայփայի մի հատ լավ էլ ապտակներ է տալի, ես գիտեմ, որտեղ ես գիտեմ իմ կյանքը։ Ու ես կարող եմ այս գաղափարները իմ վրա վերցնել, որ եթե իմ կյանքի մեջ ինչ որ մի հատ հիվանդություն կամ նեղություն կա, հնարավոր է որ դա իմ կյանքի սխալ միջոցն է, որի համար Աստված ուզում է, որ ես դրստվեմ։ Այդ ես գիտեմ, բայց ուրիշների համար ես պետք է ձեռնպահ լինեմ, որպեսզի հանկարծ մեղք չգործեմ ու դատող չլինեմ ուրիշներին։ Շատ անգամ դատապարտող։ Երբ որ մարդը սկսում է դատել, ինքը շատ մոտիկ է այն բանին, որ դատապարտի մարդուն։ Եթե դες շարունակես այդքան հիվանդություն ու նեղությունները, երևի Աստված քեզի քո մեղքի համար պատժում, ուշ թե շուտ դուք դժոխքում կհայտնվես։ Այս ցավը, որոնք կարող է պատահի մարդիկ ունենան իրենց կյանքի մեջ, դրա համար զգուշանանք իմ սիրելիներ, ուրիշների վրա կարծիք ունենալ։ Ու կարողանանք միայն մեզ վրա վերցնել այդ բանը։ Առաջի Կորինթացոց 11-րդ գլխի 31 համարը։ Նայեք ինչ է ասում Պողոս Արաքյալը Սուրբ Հոգով լցված։ Первое Коринфянам 11 глава 31 стих։ Որովհետև եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի։ Այս շատ կարևոր բան է, գիտեք, որ մենք կարողանանք հասկանանք, որ երբ որ մենք մեր կյանքի մեջ անտեսում ենք մեր սխալ գործողությունները, երբ որ մենք հավատացյալ լինելով շատ անգամ անհավատի նման ենք ապրում այս կյանքի մեջ եւ միայն մեր ֆիզիկական ներկայությունը եկեղեցում ցույց է տալի մեր հավատացյալ լինելը, իսկ աշխարհում մենք շարունակում ենք առաջվա կյանքով ապրել, անտեսելով մեղքը կամ թե չէ վերջի վերջով չմտածելով դրա մասին ոչի բան, երբ որ Աստված տեսնում է մեր կյանքում այդպիսի բաներ, ինքը սիրելով մեզի, նորից եմ ուզում հիշեցնել, սիրելով մեզի
մեր միջամտում է մեր կյանքի մեջ, որպեսզի մեզ ազատի ամենից, ինչ որ մեզ կարող է դեպի հավիտենական կորուստ տանել։ Առաջի Հովանու առաջի գլուխ 8-9 համարները շատ կարևոր գաղափարներ, որ մենք բոլորս էլ մտածելու բան ունենանք։ 1 Իովաննա 1 глава 8-9 стихի։ Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողնե մեզ եւ սրբի մեզ ամեն անիրավությունից։ Կարծես թե ելքը կա, շատ հեշտ ելք է, իմ սիրելիներ։ Կարծես թե մենք կարող ենք ուղղակի ինչ հեշտ է չի ասել, խոստովանում ես մեղքդ, Աստված ինքը հավատարիմ եւ արդար, մեզի ազատում է մեր մեղքերից եւ վերջի մենք ազատում ենք մեղքից։ Բայց այդպես չի ամեն անգամ, գիտեք, ամենացավը գիտեք ինչ է, որ մարդու համար չնայած որ հեշտ միջոց է տրված, ապաշխարի եւ վերջ, խոստովանի եւ վերջ, չէ, մարդը ամեն ինչ անում է, որպեսզի իր մեղքը ծածկի։ Ես էլ դուք էլ, ես էլ իմ կյանքի մեջ շատ է եղել։ Գիտեք, շատ անգամ մարդիկ ավելի մարդկանցից են վախենում, քան Աստծուց։ Մարդկանց կարծիքները, մարդկանց մտքերը ավելի են նրանց վախեցնում, քան Աստծո կարծիքն ու մտքերը։ Ու դրա համար ինձ համար որպես մարդու համար, որպեսզի մարդը չիմանա իմ սխալ կյանքը ու ինչ որ բաներ ոնոր իմ կյանքի մեջ կա, ես ավելի լավ ծածկեմ։ Ավելի լավ ասեմ, ես մեղք չունեմ, քան ասեմ մեղք ունեմ ու մարդկանց մեջ սխալ կարծիքներ ստեղծեմ իմ մասին։ Հեշտ է, դժվար է, չէ՞, պատկերացրեք հավատացյալ, որ ամեն անգամ հիշեցնում է, որ ինքը 30-ից ավել տարի հավատքի մեջ է գտնվում, եւ դուք ինչ որ մի հատ մեղք, որ պետք է խոստովանել։ Մեղք կա, մենք ամբողջ կյանքը մեղքի դեմ կռվում ենք, ու շատ անգամ նույն մեղքի մեջ ընկնելով խոստովանելու կարիք ունենք, բայց չէ, մենք ավելի լավ ծածկենք։ Միջև անգամ այնքան ենք մենք մեր վրա կարծիքներ ունենում, որ մտածում ենք, որ ամենակարող Աստծուց էլ հնարավոր է ծածկել մեղքը։ Բայց Աստված տեսեք ինչ է ասում, ասում է, եթե դուք ասեք, որ մեղք չունեք, դուք սուտ եք խոսում ու ճշմարտություն չկա ձեր մեջ։ Ինչի չեք ուզում, որպեսզի դուք խոստովանեք ձեր մեղքերը։ Այ եթե դուք չեք ուզում, ես կխառնվեմ ձեր կյանքի մեջ։ Ես կթույլ տամ ձեր կյանքի մեջ այս կամ այն հարցերը, որպեսզի դու կարողանաս ստապես ու հասկանաս, որ այդ ձևով ապրելով վերջի կնաս հավիտենական կորուստի։ Սիրող Աստված ինչեր ասես չի անում, որպեսզի մեր կյանքի մեջ ունենանք ճիշտ ընթացք։ Առաջի Կորինթացոց 11-րդ գլուխ 32 համարը։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ 1 Коринфянам 11 глава 32 стих։ Բայց դատվելով Տերիցը խրատում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Էլի նորից նույն խրատը։ Աշխարհ եւ հավատացյալ մարդ։ Աստված չի ուզում, որպեսզի ինչպես աշխարհը գնում է դժոխք, իր որդիներն գնան դժոխք։ Դրա համար խրատում է մեզի ու մեզ թույլ է տալի մեր կյանքի մեջ դժվարություններ, նեղություններ, որպեսզի մենք ստապվելով կարողանանք դառնալ դեպի ճշմարտությունը։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ, հետաքրքիր է, գիտեք, մի մարդու մասին, որն որ իր կյանքի մեջ բավականին մեծ սխալներ արեց եւ այդ սխալների պատճառով պատժվեց։ Այդ անձնավորությունը Դավիթն է։ Գիտեք, երբ որ նայում ենք Դավիթի կյանքին, Դավիթը շատ լավ հավատացյալ էր։ Մենք կարող ենք ասենք, որ շատ օրինակելի հավատացյալ։ Բայց չնայած որ այդ օրինակելի հավատացյալը ապրում էր ու ամեն ձևով Աստծո սրտին մոտիկ անձնավորություն էր, իր կյանքի մեջ կար նաև սխալներ։ Երկու տեղ Սաղմոսած գրքի մեջ է։ Դուք գիտեք, Սաղմոսած գիրքը մենակ Դավիթի Սաղմոսների չի բաղկացած, այնտեղ կան ուրիշ մարդիկ էլ, որոնք որ գրել են, բայց շատ փայ այնտեղ գրված է Դավիթի Սաղմոսները։ Երկու տեղ Դավիթը ներկայացնում է իր ապաշխարությունը։ Հայերենում 32:51, ռուսերենում 31:50։ Երկու տեղ էլ նույն բանի համար։ Ես հատուկ մտա այն կոմենտարների մեջ այդ որտեղ որ հայտնի մարդիկ ներկայացնում են ու ես տեսա որ երկու տեղն էլ հենց նույն մեղքի համար է ապաշխարությունը։ Բերսաբեի հետ բորնկություն անելը եւ Ուրիային սպանելու համար։
Հետաքրքիր է գիտեք, երբ որ մենք կարդում ենք Դավիթի սաղմոսները, այդ երկու սաղմոսները, 50-րդ սաղմոսը, 51-րդ սաղմոսը հայերենում, մի հատ եղբայր ունենք Սամարանում նա մի ամբողջ գիրք է գրել այդ բանի մասին, հենց այդ սաղմոսն է գրված է 51, որտեղ որ շատ բաց, լավ ձևով բաց է անում այդ գաղափարները, բայց ամենալավ բաց անելու գաղափարը հենց ինքը սաղմոսն է, որ մեզ հնարավորություն է տալի բաց անելու։ Գիտեք, եթե մենք հիմի մի հատ տեղ կկարդամ ձեզի, եթե մենակ սրանով սահմանափակվենք, մենք կմտածենք իրականում Դավիթը այսինչ լավ հավատացյալ է, որ ինքը միշտ հասկանում է իր կյանքի մեջ, որ ինքը մեղքագործ է, դրա համար ապաշխարում է։ Տեսեք, 32 Սաղմոսի 5-րդ համարում ինչ է գրված։ 31 ռուսերենում 5։ Ես մեղքս հայտնեցի քեզ եւ անօրությունը չծածկեցի։ Ասեցի թե անօրությունս խոստովանեմ Տիրոջը եւ դու թողեցիր իմ մեղքի անօրությունը։ Ու սելա է գրած հայերենում, ես նորից եմ հիշեցնում, սելան դա պաուզա։ Մի րոպե մտածի, կանգնի ու մտածի, թե Դավիթը ինչ է ասում։ Եթե մենք սրանով միայն սահմանափակվենք, կմտածենք Դավիթը այսինչ միանգամից հասկանում է սխալը ու ինչ միանգամից էլ ապաշխարում է։ Այ երանի մարդ։ Սխալվեց, ապաշխարեց, ապաշխարեց։ Չէ, մենք մի անգամ որ ծածկում ենք մեր մեղքերը, բայց այդպես չի։ Ինքը Դավիթը խոստովանում է, հիմա ես կկարդամ դրանից առաջվա երկու համարները, ու դուք կտեսնաք, թե մարդը միևնույն է, ինչպիսի լավ հավատացյալ է լինի, ինքը միևնույն է մի տեսակ է, իր մեղավոր բնույթը ամեն անգամ ցույց է տալի, որ ինքը ավելի լավ է, ծածկի մեղքը, քան թե խոստովանի։ Բայց Աստված երբ որ միջամտում է, ինչքան լավ բաներ է մեր կյանքի մեջ լինում, որ մենք շատ անգամ փոխանակ շնորհակալություն հայտնենք ասում, մենք տրտնջում ենք։ Տեսեք ինչ է ասում 3-4 համարները։ Այդ նույն Սաղմոսը 32 հայերենում, 31 ռուսերենում 3-4 համարը։ Երբ որ ես լուր կացա, ոսկորնեց մաշվեցավ իմ ամեն օր հառաչելովը, որովհետև ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում է ինձ վրա։ Իմ թաթությունը համարված շոչորություն դարավ։ Ինքը գնաց այդ կնոջ հետ պարունակություն արեց, թակավոր մարդ, բա իրանք չունեմ, կուզեմ սրան, կուզեմ նրան, ու երբ որ այդ ամեն ինչը վերջացավ ու սկսեց իր կյանքը շարունակվելը, մտածեց որ սուս կենամ ոչինչ չասեմ, ինչի պետքա գնամ մարդկանց ասեմ որ սենց բան եմ արել, թող մարդիկ չգիտենան, մարդիկ չգիտեին, շատերը չգիտեին, բայց Աստված խոմ գիտե։ Ու ինքը ստեղ գրված է որ ես օր ու գիշեր հառաչում եմ, ինչի էր հառաչում։ Արեցիր, հանգիստ քեզ համար ապրի, էլի, թակավոր մարդ ես, չէ, նրա ձեռքը, Աստծո ձեռքը ծանրանում էր մարդու վրա։ Երևի ինչեր էր կատարում Դավիթի կյանքի մեջ, որ այդքան պարզ գրված չի, որ Դավիթը զգում էր Աստծո ձեռքի ծանրությունը։ Մինչև որ եկավ այն մոմենտը ու ասեց. ես, ստեղ 5-րդ համարը, ես մեղքս հայտնեցի քեզ։ Բա մինչև այդ ինչի չէր անում։ Բա մինչև այդ դու չէր հասկանում, որ դու մեղք գործեցիր, ուրիշի կնգա այդ պարկելով։ Չէր հասկանում։ Մինչև որ Աստծո ձեռքը չծանրացավ։ Մեր կյանքի մեջ էլ նույնն է անում, իմ սիրելիներ։ Երբ որ Դավիթը այս Սաղմոսը գրում էր, Սաղմոսի առաջի երկրորդ համարներում տեսեք ինչ է ասում։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք այդ նույն 32 Սաղմոսի առաջի երկու համարները։ Պսալոմ 31 1-2 стихи։ Երանի նրան Այդ Դավիթն է ասում, գիտեք, այս Սաղմոսը ինքը գրել է արդեն ապաշխարություն ժամանակ, երբ որ ինքը հասկացավ, երբ որ ամեն ինչ իր կյանքի մեջ Աստված թույլ տվեց, որպեսզի նա հասկանա իր սխալը, երանի նրան, որի անօրությունը թողվեցավ, եւ որի մեղքերը ծածկվեցավ, երանի այն մարդին, որ Տերը անօրություն չի համարում, նրան եւ նենգություն չկա նրա հոգիների մեջ։ Նենգություն, գիտեք, շատ անգամ երբ որ մարդը պատժվում է Աստվածանից խրատվելով, մարդու մեջ մի տեսակի նենգության վիճակ է ստեղծվում։ Այս Աստված ինչի է ասենց հետս կոպիտ վարվում։ Երանի նրան, ով էլ որ չի մտածում այդպիսի բաներ։ Երանի նրան, ումի անօրությունը թողվեցավ ու ումի մեղքերը ներվեցավ, իմ սիրելիներ, Աստված մի անգամ թույլ է տալի, ասում է Տենում եմ որ դու ոչինչ բան չես անում։ Տենում եմ որ դու գնում ես կորուստ։ Ես չեմ կարող նայեմ ինչպես ես դու գնում կորուստ։ Ես պետք է անպայման միջամտեմ։ Երբ որ միջամտում է Աստված անհավատի կյանքի մեջ,
բնական է բողոքներ ու տրտունջ պետք է լինի, անհավատը պետք է ասի ուր է իր Աստված, երբ որ այսպես բաներ ա իմ կյանքի մեջ կատարվում, չէ որ ես քեզ հավատում եմ, չէ որ ես գնում եմ ինչ որ բաներ եմ անում իմ կյանքի մեջ, մոմ եմ վառում, ես եմ անում, այն եմ անում։ Բայց հավատացյալ մարդը, երբ որ իր կյանքի մեջ թույլ է տալի Աստված խրատներ, շատ անգամ նույն ձևով է մոտիկանում, մի քիչ ուրիշ ձևի, մի քիչ խորամանկությամբ, բայց էլի նույն ձևով։ Տեր, բա ուր է իմ մեղքս, ինչի ես դու ինձ բան ասում։ Դավիթը կարող էր ասել, ես թագավոր եմ, իրավունք չունեմ, չէ, չունես, ուզում ես թագավոր եղի, ուզում ես հացարակ մարդ, դու իրավունք չունես։ Ու երբ որ դու մեղք ես գործում, երբ որ կգաս ժամանակ եւ կկանգնես իմ առաջը, դու թագավոր եղնես, թե ով էլ եղնես, դու միևնույն է պատժի կենթարկվես։ Միայն այն պատճառով, որ մեղքդ ապաշխարած չի։ Ու այսօր, երբ որ մենք հաղորդության սեղանի ծառայությանը մասնակցելով, մենք պետք է միասին ապաշխարենք, ներողություն խնդրենք Աստվածանից։ Ես մի բան եմ ուզում խնդրել, որպեսզի ամեն մեկս կարողանա դրա վրա ուշադրություն դարձնել։ Այդ ամեն անգամ ես հիշեցնում եմ, այսօր էլ ուզում եմ այս քարոզի ժամանակ հիշեցնել, երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք խնդրում ենք Աստվածանից, որ Աստված ների մեզի սրբի մաքրի, որպեսզի մենք կարողանանք այս սեղանի բարիքներից ընդունել, ինչքանով դա մեր մեջը զգացողական է, ինչքանով դա մեր մեջը հասկանալի ու անհրաժեշտություն է իմ սիրելիներ, քանի որ ես կարող եմ ուղղակի երգեմ 198-րդ երգը, ամեն անգամ երգում ենք, ու վերջ, չխորանամ գաղափարների մեջ, չմտածեմ իմ կյանքի մասին։ Դրա համար ձեր միջում շատ ցավագարներ, շատ հիվանդներ եւ ցավագարներ կան, եւ շատերը ննջած են։ Ինչի համար, որովհետեւ մենք շատ անգամ անտեսում ենք մեր կյանքի այն մասը, որն որ Աստված շատ կարևորություն է տալի, մեր հոգևոր ընթացքը։ Անտեսում ենք մեր, ես նույնպես եմ ասում, հարցը միայն մեղքի համար չի, շատ անգամ այս ինչ եմ արել։ Հնարավոր է ոչինչ չես արել, բայց ինչ չես արել, մտածի դրա մասին։ Դու որպես հավատացյալ մարդ, դու որպես Աստծո զավակ, դու Աստծո ուզած մարդն ես թե չէ։ Այս ժողովը վերջանալուց հետո, երբ որ տուն ես գնում, երբ որ դու պետք է անցկացնես շաբաթվա այդ 7 օրը, քանի ժամ էլ որ կա, բազմապատկի 24-ը 7-ի վրա, ընդեղ դու ինչպիսին ես։ Դա ոչ հայտնի է ինձի կա, ոչ էլ քո եղբայրներին, քեզ հայտնի է, դու գիտես, որ դու կամ ապրում ես որպես հոգևոր մարդ, ամեն ձևով ձգտելով քո հոգևորը բացահայտել, ցույց տալ մարդկանց, Քրիստոսի մասին խոսալ, կամ թե չէ ապրում ես ինչպես անհավատ մեկը։ Բայց հավատացյալի պիտակը ճակատիդ կպցրած։ Մկրտված ես, ապաշխարած մկրտված ես։ Բա ինչ։ Մտածենք դրա մասին, թող Աստված այնքան օրհնի մեզի, որ մենք հասկանանք, որ երբ որ Տերը մի անգամ թույլ է տալի մեր կյանքի մեջ խրատներ, ու այդ խրատները մի քիչ ցավալի է մեր կյանքի մեջ, եկեք ոչ թե բողոքենք ու տրտժանք, այլ փառք տանք Աստծուն, իր կատարած մեծ գործի համար։ Ու Դավիթի նման կարողանանք ասել. Երանի այն մարդուն, որի անօրենությունը թողված է եւ որի մեղքերը ներված է։ Տեր օրհնի բոլորիս, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։